Այսօրվա ամբողջ քննարկումը իրականում անկեղծ եմ ասում, ես մտքով տեղափոխվում եմ մի 10 տարի առաջ։ Եվ ինչ կկատարվեր։ Հարցը պարոն Կոնջարյանի կինը չի։ Հարցը պարոն Կոնջարյանի եղբայրը որպես ընտանիքի անդամ չի։ Հարցը իշխող խմբակցության ղեկավարի կնոջ բարձր, շատ բարձր պաշտոնի նշանակումն է։ Հարցը ոչ թե պարոն Կոնջարյանի եղբոր հարցն է, այլ հարցը, որովհետև ի վերջո որպես ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ, նաև մեր կյանքը հանրայնացվել է, դրա համար է, որ այսպես ասեմ, այն մեր բոլորի նորմալ մարդու կարմիր գիծը ընտանիքի հետ հարաբերություններ չունենալ, որ երբեք չենք անցնում։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանին այսպես տրցակ եմ տվել, հետաքննական նյութերի։ Ես հիշում եմ ինչ նյութեր եմ տվել։ Որևէ մեկի շուրջ արձագանք չկա, որովհետև բոլոր նյութերը, որ հետաքննական տրվել է, վերաբերվում էր այս կամ այն պետական պաշտոնյային։ Գրպանի փող հաշվելու հարցը չի։ Սա ի վերջո այս իշխանության մեջ կար ժամանակում 8 տարվա ընթացքում այդ ցոփությունն է, որ կա։ Այսօր հետաքննական լրատվամիջոցները հրապարակում են ահավոր աղաղակող փաստեր, նույն իշխող կուսակցությանը մարդիկ նվիրատվություն են արել 1 միլիոն դրամ, 1.5 միլիոն դրամ, լրագրողները զանգում են այդ մարդուն, ասում են դուք իրոք նվիրատվություն արնում եք, չէ, պարզում է մի հատ մեծ, ամենամեծ ֆիրմաներից մեկը իր աշխատողների անունով ԿՊ-ին նվիրատվություն անում, դա այն բարբառո հանապատի։